Չգիտեմ, ձեր դաշնակցական աջակցությունն էր Բացարձակ չափորոշիչը, որ ձեզ նշանակեցին Սերդար Քլչի այդ բանակցող, թե Սերդար Քլչի այդ բանակցություններն էր, որ ձեզ դարձեցին ակադաշնակցական, երևի ժամանակ գաք պարզենք։ 2014 թվականին հեռավոր ես հիպոթեկով բնակարան գնեցի, այն ժամանակ բանկում էի աշխատում, ժամի 8-ին գնում էի գործի, 9-ին տուն էի գալի, դե բանվորի գլխին որ չես կանգնում, գիտեք ինչ է տեղի ունենա։ Մի օր եկա ասացի, էլի Ռուբեն էր այդ մարդու անունը։ Ասեցի, ինչ ես արել, ասես նայեց, ասեց, դե խառաչոն եմ բերել։ Մի շաբաթվա մեջ։ Հիմա ձեզ իմ գործընկերը հարց տվեց թուրքերի հետ հարաբերություններում, ինչ ա եղել։ Ձեր պատասխանը մոտավորապես նույնն է, խառաչոն եմ բերել։ Կոնկրետ կար իրավիճակ հայ-թուրքական հարաբերություններում, մինչև ձեր համապատասխան առաքելություն ստանձնելը եւ դրա ավարտը։ Սահմանը փակ էր, առևտուր չկար։ Հիմա սահմանը դարձյալ փակ է։ Մարգարայի կամուրջով, որ պայմանավորվածություն կար երրորդ երկրների եւ դիվանագիտական հատուկ եւ աշխատանքային անձնագրեր ունեցողները պետք է անցնեին, չեն անցնում։ Տեսեք, դուք նշել եք, ասում եք, նշեցիք ուղիղ առևտրի հնարավորության ստեղծում։ Հիմա դες մի հատ հարց տամ, քանի ծիրան է վաճառվել Թուրքիա կամ Թուրքիայի միջոցով անցել ինչ որ մի տեղ, որով գնացել է, կոնկրետ կամ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերակառուցել անի կամուրջը, քանի քար է դրվել այդ կամուրջի վրա, որպեսզի կամուրջը կառուցվի, վերակառուցվի։ Ես խնդրեմ, հնարավորինս կոնկրետ, էական փոփոխություն, այսինքն ինչ կլիներ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների միջև, եթե չլիներ բանակցությունները երկու հատուկ բանագնացների միջև։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, ես ամենևին դաշնակատիած չեմ, ասեմ ավելին, ես ոչ մի բանակտիած չեմ, որովհետև ես կարծում եմ ատելությունը լավ շարժիչ ուժ չէ, բայց ես լրջագույն հակասություններ ունեմ դաշնակցության հետ եւ այդ հակասություններից ամենամեծը այո գուշակեցիք 004 շրջաբերականն է, որով դաշնակցությունը պատրաստվում էր զիջել Հայաստանի անկախությունն ինքնիշխանությունը, ես դրա հետ չեմ կարող հաշտվել եւ ես երբեք դա չեմ մոռանալու եւ ես միշտ դա մատնանշել եմ։ Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին, մի քանի հարց տվեցիք։ Նախ անի կամրջի վերաբերյալ վերջերս բառացիորեն 1.5 ամիս առաջ ստորագրեցինք արձանագրություն, որտեղ արդեն տեխնիկական նկարագրված է, թե ինչպես է տեղի ունենալու այդ վերականգնումը, շուտով կսկսեն, դա խնդիր չկա ուղղակի։ Այսինքն այնտեղ պետքա տեխնիկական հարցեր կան, էլի, մի խոսքով պետքա պատվիրեն, բան անեն, նախագիծ եւ այլն։ Ինչ վերաբերում է ինչ առաջընթաց է եղել, ես ասում եմ, եթե ուզում եք երկու ամենապրակտիկ առաջընթացները ասեմ, ասեցի, այդ երկու ամենապրակտիկ փոփոխությունները ամիսներ առաջ են եղել, ուղիղ առևտրի մեկնարկ, հիմա հնարավոր է մաքսային իմաստով ուղիղ առևտուր անել, բ կար սախալքալակ երկաթգծի բացում մեզ համար, դա ահռելի տնտեսական ազդեցություն կարող է թողնել։ Կարևոր է նաև չափազանց կարևոր է, որ թուրքական կողմը վերանորոգում է Գյումրի-Կարս երկաթգիծը։ Հենց հիմա գետնի վրա վերանորոգում է Գյումրի, տենդերներ են հայտարարել, գետնի վրա սկսել են վերանորոգման աշխատանքները։ Բայց ինձ նաև մի քիչ զարմանում եմ, որ դուք այսինքն ձեր հարցերի, ձեր խմբակցության, էլի, հարցերի ոնց որ տակի նարատիվը հետևյալն է, ինչու բավարար արագ չի շարժվում Հայաստան-Թուրքիա կարգավորումը, բայց տարօրինակ է, դուք պետք է ուրախ լինեիք դրանով։ Դուք դեմ չեք այդ կարգավորմանը։ Հա, դե շատ լավ է։ Ֆիքսենք, որ դաշնակցությունը դեմ չի Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին։ Շնորհակալ եմ, հուսով եմ նոր այսինքն գործընթացի շարունակման ընթացքում ով էլ զբաղվի այդ գործընթացով, նա կունենա ձեր աջակցությունը, ի տարբերություն ինձ, որը 5 տարի բանակցությունների ընթացքում ոչ թե զգացել է աջակցություն ընդդիմադիր ուժերից, այլ ահռելի ճնշում, որը ինձ, չգիտեմ, նաև օգնել է գուցե։ Շնորհակալություն։ Արձագանք։ Պարոն Ռուբինյան, ուրեմն Նիկոլ Փաշինյանը ասենց երկար ժամանակ ասում էր, հեսա կհրապարակեմ Ղարաբաղի մասին բանակցությունների փաստաթղթեր, Քիվեստում Հայաստանը պատրաստում էր մեղրին զիջել, փոխանակել Արցախի հետ եւ այլն եւ այլն։ Հետո ինքը հրապարակեց փաստաթղթերի մի տրցակ, ես 3 անգամ ավելի շատ եմ հրապարակել, բայց Նիկոլ Փաշինյանի հրապարակած փաստաթղթերում
Չկար Քիվեստի պայմանավորվածությունը, կար հայկական ժամանակից ինչ որ մի հատ հոդվածիկ։ Հիմա նույնը ձերն է, դուք 004 շրջաբերական ասելով ի նկատի ունեք Civic-ում հրապարակած ինչ որ մի հատ թուղթ։ Այն դեպքում, երբ Արծվիկ Մինասյանը ձեզ 10 անգամ ասում էր, եկեք տանեմ այդ թուղթը ցույց տամ։ Հիմա եկեք այդ թուղթը նայեք, չեք նայել, գերադասել եք Civic-ում հրապարակած ինչ որ մի հատ թուղթ, անունը դրել եք 004 շրջապերական, ճիշտ այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը իր թերթում գրած ինչ որ մի հատ հոդված անվանում էր Քիվեստի փաստաթուղթ։ Լավ, մի քիչ չէ։ Պարոն Խաչատրյան, ես էլ գիտեմ, որ այդ շրջաբերականը կա, այդ ճիշտ տեքստն է, դուք էլ գիտեք, բայց ես կարող եմ նաև դա ապացուցել, Երբ որ այդ շրջաբերականը հրապարակվեց, Գեղամ Մանուկյանը, եթե պետքա կարող եմ հրապարակել այդ հարցազրույցը, ասում է, այդ ինչ որ մեջբերվում է, նախ կեղծ է, տենց բան գրած չի, երկրորդը, այդ գրածը դա չի նշանակում, այլ բան է նշանակում, հասկանում եք, նմանատիպ միտքեր ասել է Արծվիկ Մինասյանը Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույցում այդ ժամանակ, այսինքն հնարավոր չի ասել, գիտեք, ինչ կա այս հրապարակված փաստաթուղթը կեղծ է, բայց այդտեղ մեջի գրածը, այդ չի նշանակում, ուրիշ բան է նշանակում, ես էլ գիտեմ, դուք էլ գիտեք, այդ շրջաբերականը, եղել է ինչ որ մեջը գրած է այդ է, ես կարիք չունեմ, ես մեծ սիրով կայցելեմ Դաշնակցության գրասենյակ, դե երբ որ բացեք, էլի, կգամ, սուրճ կխմեմ, բայց ես չեմ ուզում, խնդիրը ես չեմ հասկանում, եք, ոչ որ ես եմ ուզում կարդամ դա, հրապարակեք, թող մարդիկ տեսնեն, բայց ես չգիտեմ ինչքանով վստահելի կլինի ձեր հրապարակածը, որտեղ կարող եք փոխել ասել էս սա։ Բայց կարգարկում եմ Գեղամ Մանուկյան, Արծվիկ Մինասյան, երկուսն էլ հարցազրույցներում ըստ էության հաստատել են, որ այդ շրջաբերականը հենց այն շրջաբերականն է, որը դուք ընդունել եք։ Արծվիկ Մինասյանի անունը հնչեց, հիշեցի, ես իրոք ուզում եմ ասել, որ շատ ցավում եմ, որ պարոն Մինասյանը այս գումարման ազգային ժողովում պատգամավոր չի վերընտրվել, որովհետև ես շատ սիրում եմ իր հետ բանավիճել, բայց պետք է ասեմ, որ ուրախ եմ, որ դուք եք վերընտրվել, որովհետև ձեր հետ էլ եք սիրում բանավիճել եւ հուսով եմ կշարունակենք այս ոգով։ Ձայնը տրվում է պատգամավոր Իրինա Յոլյանին։